դու այն ժամանակ կհասնես հաջողության, եթե չճնշես քո թերությունները եւ դրանք համարես որպես առավելություն, իչեմ ճակերտների մեջ վերցնում, որովհետեւ այդ թերություն կոչեցյալները դա հասարակության կողմից մեր վզին փաթաթած ստանդարտների բացակայություն, այսինքն ինչ որ ստանդարտները հասարակությունը մեր վզին փաթաթում, որոնց որ եթե մենք չենք համապատասխանում, ուրեմն մենք թեր ենք, բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ դա արվում է նրա համար, որպեսզի մարդիկ լինեն պարզապես միջակ։ Եվ արի տեսնենք, ուրեմն եթե դու ունես տագնապային ինչ-որ խանգարումներ, կամ OKR, OCD, կամ էլ խուճապային գրոհներ, իմացի, որ շատ հայտնի եւ հարուստ մարդկանց, հաջողակ մարդկանց գերակշռող մեծամասնությունը ունեն այս դիագնոզը, իմացի, որ այդպես է։ Եթե դու ունես SDVG, այսինքն ուշադրության դեֆիցիտ եւ հիպերակտիվություն, իմացիր, որ շատ սպորտսմեններ կան, ամենահաջողակ սպորտսմեններից շատեր ունեն այս դիագնոզը, որովհետեւ արագաշարժություն է պետք։ Եթե դու ունես շիզոֆրենիա, ուրեմն դու ունես շատ լավ ֆանտազիա, որը կարող ես օգտագործել եւ ուրեմն ստանալ ինչ-որ շեդևրներ։ Եթե դու ծույլ ես, իմացիր, որ դու անընդհատ կարող ես անել նոր պրոյեկտներ, որովհետև ծույլ մարդիկ ծուլանում են անընդհատ նույնը կրկնել։ Եթե դու ունես շփման խնդիր, սոցիոֆոբիա կամ ինտրովերտ ես, իմացիր, որ դու շատ տաղանդավոր մարդ ես, թե արվեստի բնագավառում, թե գիտության բնագավառում, եւ ուրեմն մի հուսահատվիր, պարզապես գնա առաջ, մի մտածի, որ դա շատ վատ է, վերջ, աշխարհի վերջն է, հա։ Եթե դու էմոցիոնալ ես, ուրեմն դու շատ լավ կարող ես մարդկանց հասկանալ, էմպաթ ես եւ մարդիկ միշտ կձգտեն դեպի քեզ։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, ժողովուրդ ջան, երբ որ դուք մտածում եք, որ այդ թերություններ են, դրանք ինչ որ ես նշեցի, շեշտեցի, դուք հուսահատվում եք, ինչ որ ապաթիայի, երբեմն անգամ դեպրեսիայի մեջ եք ընկնում, բայց եթե դուք մտածելակերպը փոխեք եւ դիտարկեք դա որպես առավելություն, դուք ձեռք կբերեք շատ ուժեղ sense էնտուզիազմ, ինչ ասեմ, հավես, որպեսզի գնաք առաջ եւ հասնեք հաջողության։ Ես վստահ եմ, որ դու կարող ես։